երբ մենք սովորում ենք վերականգնում, ու մեզ միանգամից ասեցին, որ եթե դուք ստեղծագործական ինչ-որ բան ունեք, դուք դա մի կողմ եք դնում։ Հետո ես ընդունվում եմ ակադեմիա, ու այդտեղ կա այդ ստեղծագործական դասը, կոմպոզիցիան, մտնում ես թանգարան կամ ինչ-որ ուրիշ սրահ, տեսնում ես ինչ-որ վնասներ, մտածում ես այ ես էս կանեի։ Սարգիս Մուրադյանի գործն եմ արել վերջերս, Գոհարիկը, որ կապույտ ֆոնի վրա կարմիր շապիկով ու գուժով սենց։ Հենց Գոհարիկն այնց այդ նկարը բերել իր դուստրը։ Մի քանի ամիս ես անցկացրեցի այդ նկարի հետ։ Դե երբ Մատենադարանում եմ, մտածում եմ, թե հեսա գնալու եմ արվեստանոց, ինչ անեմ։ Արվեստանոցում մտածում եմ, վաղը Մատենում ինչ եմ անելու։ Եթե նկարիչ ունի լիակատար ստեղծագործական ազատություն, ապա վերականգնողը, ռեստավրատորը աշխատում է նվազագույն միջամտության սկզբունքով։ Նա իրավունք չունի ստեղծագործել հեղինակի փոխարեն։ Իսկ թե այս երկու ոլորտները ոնց են համատեղվում, կպատմի նկարիչ, վերականգնող Լուսինե Թումանյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Լուսինեն արդեն 2 տարի է ինչ ապրում է Երևանում, եկել է Սանկտ Պետերբուրգից եւ վարում է երկկենցաղ կյանք։ Այսինքն աշխատում է Մատենադարանում որպես վերականգնող մինչև ժամը 4-ը, իսկ 4-ից հետո ազատ ստեղծագործական կյանքով է ապրում, նկարչությամբ է զբաղվում։ Իսկ ինչից է սկսվել վերականգնող ռեստավրատորից, թե նկարչությունից, քո կրթությունը։ Եթե զուտ մասնագիտական դպրոցից հետո ընդունվել եմ քոլեջ Ռերիխի անվան Պետերբուրգում ու այդտեղ վերականգնման բաժիններ, բայց նկարչությունը ամենաառաջին տարիներից իմ կյանքի եղել է։ Ես ուզում էի լինեի արվեստի մեջ, բայց առանց ստեղծագործելու։ Իսկ եթե մարդը ընդունվում է գրաֆիկա, գեղանկար, քանդակ, այնտեղ չի լինի առանց դրա, հատուկ առարկա կա, որի ընթացքում չես կարող խուսափես այդպես գործեր անելուց։ Ու բարձեցի, որ կարելի է սովորել վերականգնում, բայց փոքր վաղ ես մտածում էի, որ վերականգնողները ոնց որ ասենք գիտնականները կամ ալխիմիկները չեն սովորում, իրանք ուղղակի կան միանգամից այդպես, բայց շատ բան կա այդտեղ սովորելու, սովորեցի, ընդունվեցի Ռեպինի ակադեմիա, էլի վերականգնում, հասկացա, որ էլ չեմ ուզում սովորեմ, տենց ոնց որ ամբողջ օր։ Մեկը ամեն գործը ինչ որ բան է սովորացնում, ամեն գործը տարբերվում է։ Ու խնդրեցի ինձ փոխել վերականգնում գեղանկար բաժին, ասեցին աղջիկ ջան, տեղդ նստի, տեղդ մնա, բայց եթե ուզում ես, կարաս նորից ընդունվես։ Ու ընդունվեցի 6 տարի այդ ստեղծագործական առարկայի շրջանակներում տարապեցի ու մինչև հիմա էլ տարապում ես։ Ստեղծագործականը, հա։ Իսկ որ թեմաներն են քեզ հետաքրքրում, որ թեմաներն են դառնում ստեղծագործական նյութ։ Կա 2 թեմա, առաջինը ուղղակի գեղեցկությունը, այս կյանքի գեղեցկությունը, մարդկանց, բնության, կենդանիների, չգիտեմ։ Ու քանի որ իմ տեխնիկան ես որոշ մակարդակի վարպետությանը հասցրել եմ, ինչ ուզեմ կարամ նկարեմ իրականում, տեխնիկայի առումով։ Բայց երկրորդ թեման մեր հիմնականում ճարտարապետական ժառանգության պահպանումն է, քանի որ վերականգնող եմ, այդ թեման շատ կարևոր է իմ համար ու ինձ թվում է ոչ միայն իմ համար, ու մեծ շարք ունեմ մեր վանքերի ավերակների մասին, համ Հայաստանի սահմաններում, համ դրանցից դուրս, այդպես։ Իսկ որտեղ ես եղել։ Անի, Կարս, Վան գնացել եմ։ Իսկ Անիում ամենաշատը ինչն է տպավորում։ Դատարկությունը երևի, որ մենք գիտենք, որ Անին եղել է 1000 ու մի եկեղեցու քաղաք ու դա բացարձակ չի զգացվում հիմա։ Այնտեղ ես գնացել էի ոնց որ թե սեպտեմբեր էր, արդեն խոտերը բոլորը վառված էին, արդեն ու մի հատ սենց ավերակներն են երևում ու
մարդ չկա, մի հոգի չկա, մենակ ինչ որ տուրիստական խմբեր, որոնք այդտեղ գալիս են ու դա ոնց որ չի բռնում նրա հետ, ինչ մենք գիտենք անի մասին։ Ամեն դեպքում նույնիսկ ավերակները մեկ ոգեշնչման ուժեղ նյութ են դառնում։ Օրինակ նյութ ունենք ճարտարապետ մոդեռնիստ Միքայել Մազմանյանի մասին, որտեղ իր հուշերի մեջ էլ կա, որ իր վրա մեծ ազդեցություն է թողել, նույնիսկ մասնագիտական ընտրության հարցում մեծ ազդեցություն է ունեցել։ Անիում Տիգրան Հոնենցի եկեղեցում ինքը արտանկարել էր որմնանկարները, ու այդ մեծ տպավորություն է իր վրա թողել։ Հետո այդ նկարները տարել էր Թորոս Թորոմանյանին, էր ցույց տվել, այդտեղ ու իր ոնց հասկացանք իր վրա մեծ ազդեցություն ունեցել այդ դրվագը կյանքի, որ որոշում է զբաղվել ճարտարապետությամբ։ Այդ ձև իսկ ոնց հասկացանք քո դեպքում անից ունես նկարներ վերածվել է ինչ որ ստեղծագործություն։ Հա, շատ հիմնականը դա է, որովհետև գիտեք ինչն է հետաքրքիր, ճարտարապետը մեզ իր վերջնական գործը հանձնելուց ցույց է տալիս ֆասադ, ես չգիտեմ այդ բառը հայերեն օգտագործում ենք։ Հա, այ մենք դա ենք տեսնում։ Ճակատ, հա։ Հա։ Իսկ այնտեղ իրանք բացված են։ Այստեղ մի մաս չկա, այստեղ կեսը չկա, ու այդ բացված վիճակում իրանք մեկը շատ գեղեցիկ են։ Ամեն շենքը չի որ տենց է, որ վնասներից հետո մնում է գեղեցիկ, իսկ այստեղ իրանք որպես տենց բացված վերքեր ու ընդհանրապես ես մտածում եմ, որ արվեստը կամ մշակույթը ինչ էլ լինի, գեղանկարչություն, երաժշտություն, կինո, տարբերություն չկա։ Ավելի ուժեղ է, եթե թեման ծանր է։ Իսկ այդտեղ հենց այդ է, համ գեղեցիկ է, համ շատ ծանր թեմա է, հենց որ դրանց նկարելը կարող է ինչ որ խարդախություն է, որովհետև հեշտ է ազդել դրանով։ Այդ առումով մենք պատմականորեն թեմաների պակաս չունենք ազդեցիկ։ Իսկ էլ ինչն է դարձել արվեստի գործ քո մոտ տենց պատմական իրողություններից, անցքերից։ 44 օրվա պատերազմի ժամանակ, երբ Շուշիի վանքներ վնասվել, մի հատ լուսանկար եմ տեսել։ Այդտեղ կինա պատկերված, որ աղոթում է ու պատի վրա իր հետևից ոնց որ հենված է կտավ, որը Ուիլյամ Բուգրոյի կոպիան է, բայց ոչինչ։ Ու ինքը շատ էր վնասվել, երևի որ ընկել էին քարերի կտորներ վերևից, ու այդտեղ պատկերված է Մարիամ Աստվածածինը Հիսուսի հետ, ու այդ կինն է։ Հիմա ես պատերազմի ժամանակ սովորում էի, շատ էի ուզում գայի, բայց տարբերակ չկար։ Պետերբուրգում էի։ Հա, ու որ լինեմ ոնց որ մեկա դրա մեջ, ես բոլոր նորություններն էի նայում, ինչ կարես ամեն ինչը նայում էի, բոլոր զոհվածների անունները ամեն մեկը կարդացել եմ։ Ու այդ նկարը տեսա, այդ լուսանկարը։ Ու ես չեմ հիշում ով է հեղինակը, բայց ես այդ լուսանկարից օգտվել եմ։ Դե իմ բնորդներ, բան, նենց չի որ հենց վերցրել եմ, արտագրել եմ։ Եթե լուսանկարի հեղինակը սա հանկարծ տեսնի, թող ասի, որ ես կրեդիտը միշտ իրան, չգիտեմ, երևի որ հեռախոսս փոխել էի, այդ նկարը կորավ։ Իսկ դու եղել ես Արցախում։ Որ թվականի։ 18 ու 16 ոնց որ։ 16-ին այստեղ պարային փառատոներ։ Ես այդ ժամանակ պարում էի Պետերբուրգում համույթում, մենք էլ եկել ենք 8 օրվա ընթացքում մենք տվեցինք 6 համերգ տարբեր քաղաքներում ու Արցախել էին գնացել։ Այդ ժամանակ դեռ այն կարճ ճանապարհը Սևանի կողքով չկար, այն ներքևով էին գնացել ու ինչ որ հավաքական համերգ էր, ոչ միայն մենք ենք այդտեղ պարում։ Վերջինը մերն էր ու Արցախներ։ Արա Գևորգյանի Արցախներ ու երաժշտությունը անջատվեց։ Հիմա հիշեցի։ Հանկարծ անջատվեց, մենք առանց երաժշտության մեկա բարեցինք։ Ոչինչ ձեզ չկանգնեցրեց։ Հա։ Իսկ 18 թվին իմ ընկերների հետ ավտո ենք վերցրել, որ տենց գնանք
ու մեզ համար ուսումնասիրում ենք մի քանի օր, ուր ուզում ենք գնում ենք, մեկ էլ գնում ենք, ու մի հատ նշան է ինչ որ sense խոտերի մեջ երևում։ Մի քիչ էլ մոտեցանք, այնտեղ գանգ էր նկարած ու գրած էր զգուշացեք, մին է, բան։ Ունեցար ճեպանկարներ օրինակ այդ ճամփորդությունից։ Դե մի քիչ հետո արեցի, հա, դադիվանք արեցի, էլ ինչ որ sense սարեր, մարեր։ Դու ծնվել ես Սանկտ Պետերբուրգում, Հա, ցավոք։ սովորել ես ռուսական դպրոցում։ Այսինքն լեզուն հիմա որ sense վարժ խոսում ես, երևի տանը, հա, հայրեն միշտ եղել է։ Տանը ու կար Կիրակնորիա դպրոց, եկեղեցու ներքո, այդտեղ մի քանի տարի գնում էի, բայց ինձ թվում է այդքան էլ օգտակար չէր։ Ես չգիտեմ ինչի, միշտ մի քանի տարի ոնց որ առաջ էի, ու ես չէի հասկանում այդ թեմաները, փոքր էի դեռ, ինչ որ տենց համ հայոց լեզվի թեմաներից, դե այդ նախադասությունը ոնց է կառուցած։ Հա, ու մինչև հիմա ես զգում եմ, որ չի հերիքում, բայց ոնց որ թե акցենտս արդեն այդքան ուժեղ չի։ Դե հա, երևի 2 տարին սիստեմատիկ էստեղ լինել օգնել է։ Բացի հայերենից ուրիշ բաներ կան, չգիտեմ, երգչախումբ կամ ինչ ուրիշ խմբակներ կային։ Այդտեղ։ Հա։ Կար երգչախումբ ու բարի համույթը։ Հա, բար որ ասեցի։ Հա։ Էդել էր հավես։ Բարը։ Ահա։ Այդտեղ իսկ մասնագիտության ընտրության հարցում ուրիշ տարբերակներ եղել են։ Գիտեք, քանի որ ես ռասիստական երկրում էի, մանավանդ Պիցերի կողքը Պուճուրի քաղաք էր, որտեղ կոնտինգենտը այդքան էլ զարգացած չէր։ Ես ստիպված էի ապացուցել, որ ես մարդ եմ, որ արժանի եմ մարդ կոչվել, ոչ միայն որ ես աղջիկ եմ, այլ նաև որ ես սև եմ։ Նենց որ ես ստիպված էի բոլորից լավ սովորել այդ դպրոցում։ Ու մի քիչ անհետաքրքիր էր ամեն ինչը, շատ հեշտ էր թվում։ Ու եթե իմ համանդասարանցիները ընտրում էին իրանց ապագան ըստ նրա, որ առարկանա իրանց մոտ ավելի լավ ստացվում, չգիտեմ, ինձ համար մեկ էր ու դպրոցական մակարդակով այդքան էլ հետաքրքիր չէր։ Ու ես որոշեցի, որ ես ամենահեշտն եմ ընտրելու նկարչությունը։ Ոնց է ես սխալվել։ Այսինքն սկզբից տենց շատ հեշտ էր թվում քեզ ամեն ինչ։ Հետո գնալով բարդացավ։ Իսկ նկարչության մեջ ովքեր են կամ որ ոչնա, որ քեզ գրավել է, որ քեզ որպես բան առաջնորդ ա եղել։ Ամենա ուժեղ նկարիչը ես համարում եմ տեխնիկայի առումով, որովհետև թեմաները ինձ համար այդքան էլ մոտիկ չեն, դե ինքը թեմաներով այդքան էլ շատ բան չի արել։ Սիրովը, Վալենտին Սիրով։ Հանճար եղավ ուղղակի։ Գոհար է ինքը։ Ու մեր նկարիչներից իհարկե Սուրենյանցը ու Խանջանը։ Իսկ Խանջանը նոր է հայտնվել թոփում, թե կար որտեղ ես վերջերս Խանջանի ռեստավրացիային էիր մասնակցում նաև։ Իմ համար ինքը միշտ էր թոփում։ Հիմա ուղղակի իր մասին ավելի շատ են խոսում ու լավ է, որովհետև իր 100-ամյակն է, մեր վերականգնման նախագիծն էր դրան նվիրված, ոնց ասեմ։ Հա, շատ ճիշտ է։ Հա, այս տարի ասենք նաև մեզ հետևողներին, որ վերականգնվեց, բացվեց Խանջյանի սրահը Գաֆեսճան կենտրոնում ու վերականգնվեց վերածնված Հայաստան որմնանկարը։ Բոլորը, հա։ Բոլոր 3-ը։ Հա, ինչ որ աշխատանքներ կային նաև բոլոր 3-ի վրա անելու, հա։ Ու հետաքրքիր է այդ եռապատումը, ոնց որ շատ հզոր հաղորդագրություն թողած լինի մեզ Խանջանը, ինքը սկսվում է հայոց այբուբեն, առաջին որմնանկարը, հետո Վարդանանք եւ երրորդը վերածնված Հայաստան, որը անավարտ էր թողել ինքը, որովհետեւ մահացավ 2000 թվականին։ Իր աշխատանքը շարունակեց Հենրիկ Մամյանը, չէ՞, ճիշտ եմ։ Ու այս տարի վերականգնվեց ռեստավրատորների խմբի կողմից, խմբի ղեկավարներ Նիկոլայ Միխայլով, այո։ հա։
կպատմես այդ աշխատանքներից, այսինքն ոնց էր առնչվել այտենց մեծության գործի հետ, որը միշտ տեսել ես, որով հիացել ես ու հիմա ինչ որ կպնում ես։ Դա երազանք էր, որը կատարվեց, ու ես քիչ էի մտածում, որ կարա տենց բան լինի։ Ուղղակի այն որ մտնում ես թանգարան կամ ինչ որ ուրիշ սրահ, տեսնում ես ինչ որ վնասներ, մտածում ես այ ես էս կանեի։ Ու հետո եկավ։ Վնասները առաջին հերթին նրա պատճառով են առաջացել, որ տակը մետրոյի գիծն է, ու երբ մենք այնտեղ ամբողջ օր աշխատում ենք, շատ ենք զգում ոնց է վիբրացիան տենց մի քիչ ազդում ու ճիշտ ձևով ամեն ինչը սարքած, ի սկզբանե պատին չի կպած։ Այնտեղ մետաղից ոնց որ մեծ շրջանակներ են, իրանց վրա բետոնը, իրանց վրա արդեն գրունտն է ու գրունտի մեջ ներքն է, որ ավելի քիչ ճոճվի, որ ասենց մի քիչ ազատ մնա։ Բայց մեկը շատ ջաքեր էին առաջացել, մանավանդ երրորդը վերածնունդը, այդտեղ շատ երևացող էին արդեն վնասները։ Ու տենց 4 ամիս ոչ աշխատանքային օրերին ես տեղ էի գնում։ Խմբի ուրիշ մասնակիցները ուրիշ օրեր էին գնում, տենց մեկ-մեկ լինում էր, որ լրիվ մենակ էի այդտեղ։ Ես ու Խանջանը։ Իսկ աշխատանքներից հայտնի նկարիչների ում գործերը կա, որ վերականգնման աշխատանքներին մասնակցել ես։ Սարգիս Մուրադյանի գործն եմ արել վերջերս, Գոհարիկը, որ կապույտ ֆոնի վրա կարմիր շապիկով ու գուժով ասենց։ Հենց Գոհարիկն է ինձ այդ նկարը բերել, իր դուստրը, ինքը Գոհար Մուրադյանը աշխատում է Մատենադարանում, տենց ծանոթացանք, իրար գտանք ու մի քանի ամիս ես անցկացրեցի այդ նկարի հետ, զրուցելով, հետաքրքիր բաներ մեջը գտա իրականում։ Ու վերականգնեցի, հանձնեցի։ Մեկ էլ եղել է մի հատ նկար, որը ստորագրված էր Այվազովսկի, բայց ինձ թվում է Իրանը չի։ Ինձ թվում է մի տենց 150 տարվա ոնց են ասում, подделка։ Իսկ այդ համապատասխան բաժին չկա։ Այդ նմուշը գտնվում է Մատենադարանում։ Չէ։ Այդ մասնավոր հավաքածու էր ու Ռուսաստանում էր։ Իսկ կպատմես այդ մեթոդաբանությունից մեզ որոշ որ այդպես լավ չենք տիրապետում այդ ոլորտին, ոնց է ռեստավրացիա աշխատանքը ընթանում։ Օրինակ նկարա, չգիտեմ, պակասում է ինչ որ մի կտոր, այսինքն հենց ֆիզիկապես ոչ թե կտավն է, բայց այդ կտավից ինչ որ մի կտոր պակասում է, ինչ են անում այդ դեպքում։ Հենց հիմա այդ ձևի գործը ցուցադրված է Մատենադարանում, որը ես վերականգնել եմ, հենց այդպես էր կտավի մի կտորը չկար։ Ու պատկերված էր Սուրբ Մարկոսի տաճարը Վենետիկի։ Այսինքն շատ հեշտ է իմանալ այդտեղ ինչ է, որովհետև տաճարը մինչև հիմա կա, կան լիքը լուսանկարներ։ Բայց այդ գործը շատ հետաքրքիր էր, օրինակ, երբ ես աշխատում էի, կտավի դենց դասական մեթոդները անում էի ու չէր արձագանքում, նենց ինչպես կտավը յուղաներկը պետք է արձագանքեր։ Հետո իմ գործընկերներից մեկը նկատեց, ես չգիտեմ, ես ոնց չնկատեցի, երևի ինքան էի խորացել, որ դզեմ իրան, որ ամենակարևորը չնկատեցի, ինքը լրիվ տափակ էր, բայց այնտեղ լիքը փոքր դետալներ կան, խճանկարներ են, սյուներ են, տարեր են, ինչ որ տենց պուճուրիկ բաներ են, դե ինքը այդքան էլ մեծ չի, այսքան ու ամբողջ տաճարն է պատկերված։ Եթե դա ձեռքով նկարած լիներ, յուղաներկով, պետք է ինչ որ ռելիեֆ լիներ, անհնար է լրիվ տափակ անել։ Տենց բարձեցինք, որ ինքը տպված գործ է, կտավի վրա։ Մի 200 տարվա ու հետո գտա, որ հեղինակները հայտնի են, այդ գործից կա նաև մեր Ռեբինի ակադեմիայի թանգարանում ու Դոջերի ոնց է Պալացո Դուկալե, որը Սան Մարկոսի կողքի շենքն է, այդտեղ էլ կա։ Բայց այնտեղ իրանք քրոմոլիտոգրաֆիաներ են, այսինքն քարից են տպված ու շատ ավելի մեծ են։ Հիմա մերը բարձվեց, որ ֆոտոմեխանիկական տպագրությունը
ու 19-րդ դարվա վերջն է մի խոսքով մեր պատմություն ու քանի որ ես գտա այդ նույն հեղինակների նույն կոմպոզիցիոն որոշումը, որ իրանք ուրիշ գործերի վրա են արել, ես ուղղակի այդտեղից կոպի արեցի, որովհետև նկարել գիտեմ, իմ համար դա խնդիր չի։ Շատ հարմար էր։ Եթե մենք գտնում ենք անալոգ ինչ որ, դրանից օգտվում ենք, խնդիր չկա։ Բայց եթե դա լիներ, ասենք, ամպեր, ու մի կտորը չկա։ Հիմա մենք ո՞նց իմանանք այդ ամպերը հեղինակը ո՞նց էր այդտեղ ուզում։ Չեն կարող իմանանք։ Այդ դեպքերում անում են ինչ որ միջին տարբերակ, միջին տոն, գույն, ուղղակի, որ դատարկությունը չխանգարի վայելել մնացածը։ Իսկ այդ առումով նորագույն տեխնոլոգիաները, օրինակ արհեստական բանականությունը չեն կարող օգնեն ռեստավրատորին։ Ինձ օգնեց գտնել հեղինակներին, որ այդ նկարից կա էլի ինչ որտեղ ինքը գտավ, համել իտալական սայթեր էին, իտալերեն ես կարդալ չգիտեմ, այդ առումով օգնեց, բայց որոշում կայացնելը դա մարդու գործն է, էթիկան մարդու գործն է։ Նույնիսկ եթե տարբերակներ առաջարկի, ամեն դեպքում կան էթիկական, ինչ որ նորմատիվներ։ Ինքը կարա ինչ որ նյութեր գտնի, ասենք, այդ գործը ոնց են արել ու հրատարակել են, դենց հա կարելի է օգտվել ուրիշների փորձից, ինչու՞ չէ, բայց ինքը չի կարա որոշի։ Ռեստավրատոր դառնալու համար ինչ է անհրաժեշտ, օրինակ ոնց ես ընդունվել Մատենադարում ռեստավրատոր, միայն քո այդ ակադեմիական կրթությունը հերիքեր, թե ինչ որ պրակտիկա պետք է անցնես, պետք է ստուգենտեր քո կարողությունները, հմտությունները, գիտելիքները։ Դե ես պորտֆոլիո էի ներկայացրել ու դա բավարար էր, բայց քանի որ Հայաստանում չկա կրթություն վերականգնողական, ինչ որ քոլեջ է ոնց որ վերջերս բացվել, բայց նոր են սկսում, դեռ չի ասի, որ այդտեղ տենց շկոլա կա։ Գեղարվեստի ակադեմիայում չկա։ Չէ։ Մարդիկ գալիս են ու որպես պրակտիկա սովորում են ու հետո տեսնում են, եթե ստացվում է իրանց մոտ, իրանց վերցնում են գործի։ Իսկ քեզ քո Պետերբուրգի դիպլոմով, Պետերբուրգը հայտնի է, չէ՞, որպես ռեստավրատորների դպրոց, հեշտությամբ ընդունեցին, հա։ Ես վաղուց մի 10 տարի առաջ եկել էի մի ամսով երևի ու դեռ գիտեի, որ շատ տարիներ կա, որ սովորեմ քոլեջ արդեն ավարտել էի, ակադեմիա նոր էի ընդունվել, ասեցի ես կգամ մի օր, ես կգամ, կավարտեմ կգամ։ Իսկ ո՞նց եղավ որոշումը տեղափոխվել Հայաստան։ Ռուսաստանից գնալը միշտ էլ կար այդ որոշումը։ Հա։ Մանավանդ հարցեր երբ, հա։ Հա, մանավանդ երբ պատերազմը սկսվեց, այս Պուտինի պատերազմը, ու շատերը ռուսները եկան ստեղ, իսկ ես այնտեղ մնացել էի ու պետք է վերջացնեի իմ ուսումը, դա շատ ծանր էի տանում։ Հենց ավարտեցի, դիպլոմը ստացա, Tom's one way ticket ու վերջ։ Էլ երբեք այդտեղ չեմ վերադառնա։ Իստեղ քեզ գրկաբաց դիմավորեցին, ընդունեցին։ Մասնագիտական օրինակ համայնքը։ Մատենադարանը, հա։ Այդտեղ ես ինձ շատ լավ եմ զգում։ Բայց նկարչականը ոնց որ հիմա պահանջ չկա նկարիչների, որոնք նկարել գիտեն։ Ցենց կոպիտ ասեմ, ոնց կա, տենց էլ ասեմ։ Ինչ նկատի ունեք։ Դե դուք տեսել եք հիմա ինչա ցուցադրվում։ Հա, ինչն է տրենդի մեջ, հա։ Իսկ կարող է նրանից է, որ ֆիգուրատիվ արվեստը, ակադեմիական նկարչությունը ինչ-որ ակտուալ չի արդեն։ Դե փաստորեն այս երկրում ակտուալ չի։ Եվրոպայում ակտուալ է։ Հա։ Շատ կան ցուցահանդեսներ, որտեղ ես կարամ դիմեմ ու մասնակցեմ ու անում եմ մրցույթներ, ինչ որ ծրագրեր, residency, տենց բաներ, ստեղ չկա։ Ստեղ մենակ բոլորը ստեղծագործ են, բայց երբ այդ ստեղծագործության տակ չկա տեխնիկա, մարդը չի կարա հավատացնի, թե ինքը ինչ է ուզում ցույց տա։ Չեմ հավատում։ Ինչ եք ուզում ասեք, եթե դուք չգիտեք ոնց ասեք։ Սեր ռուսերեն
կարելի է մեկնաբանել, այդ որ ասում են я художник, я так вижу։ Չէ։ Այնքան գիտություն կա մեջը։ Այսինքն չեք հավատում առհասարակ, չգիտեմ, աբստրակցիային, ժամանակից արվեստին։ Աբստրակցիա ես տեսել եմ 2 անգամ իմ կյանքում, որ հավանել եմ։ Դրանցից մեկը Աֆրո անունով նկարիչ է, Վենետիկում պատահական տեսա, մեծ կտավներ են 2-3 մետրանոց, աբստրակցիա է, բայց իրանք մեծ էին, էլի, հերվից միանգամից երևում էին ու գունավոր են։ Ու ես միանգամից զգացի, որ այս մարդը հարմոնիա հասկանում է, գիտի, կոմպոզիցիա հասկանում է, ու երբ մենք մոտեցանք, կողքը կախված էին շատ այսքան չափսի ճեպանկարներ։ Այդ ճեպանկարների վրա պատկերված էր Վենետիկը։ Վենետիկի ոնց որ դիմանկարները, որ ոչ մի ուրիշ քաղաքի հետ չես շփոթի։ Ու դրանք չտեսնելով ես արդեն հասկացա, որ այս մարդը հասկանում է, որ ինքը ամեն ինչը գիտի, ուղղակի ինքը ընտրել է այս սենցանի։ Այս վերջերս ոնց որ թե Նարեկ Ավետիսյանն էր, Մինաս Ավետիսյանի որդին, իր էջում Facebook-ում հրապարակել էր Մինաս Ավետիսյանի ուսանողական նկարը, որը արվել էր, երբ ինքը սովորում էր Ռեպինի ակադեմիայում, ոնց որ թե հենց այն արվեստանոցում էր, որտեղ ես էի հետո սովորում։ Այնքան շքեղ գործ էր, դիմանկար էր աղջկա, այնքան լավն էր, ու դե սովետի ժամանակներ, մենք գիտենք սովետի ժամանակ ոնց էին նկարում, սոցրեալիզմը, բանց ինձ կոպիտ։ Ինքը այնքան թարմ էր, հիմա էլ եթե տենց նկարեին շատ լավ կլներ։ Հետո ինքը ընտրեց ուրիշ ճանապարհ։ Սարյանը սովորել է Սիրովից, Կարովինից, հետո ընտրել է իր ճանապարհը։ Հիմա մարդիկ միանգամից ասում են ես Մինաս եմ, ես Սարյան եմ։ Դե Այսինքն ամեն դեպքում ակադեմիականը դուք համարում եք որպես ֆունդամենտ ու հետո էլ ուր էլ գնաս, այդ հիմքը անհրաժեշտ է, հա։ Հիմքը պահելու է, ճաշակը դաստիարակելու ճաշակը։ Ոնց ես ոնց որ պոստմոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ շրջանում այդ ամեն ինչ ոնց որ վերանայվում է, էլի, չգիտեմ, մենք բոլորս ստեղծագործող ենք, մենք բոլորս կանք զբաղվում ենք արվեստով, անկախ մեր մասնագիտական ունակություններից, կարողություններից, դրան ոնց է վերաբերվում։ Դե պոստմոդեռնը ոնց է առաջացել։ Իր այդպես էվոլյուցիոն ընթացքով եկել է դրան։ Պոստմոդեռն արվեստը առաջացել է որպես պատասխան պոստմոդեռն փիլիսոփայությանը։ Պոստ նշանակում է ոչ թե հետո։ Ոչ մոդեռն։ Մոդեռնը ինչ է։ Փիլիսոփայությունը, որի շրջանակներում կա ինչ-որ մեծ գաղափար։ Ու տենց էլ կար, ու մոդեռնը մեզ բերեց երկրորդ համաշխարհային պատերազմին։ Որ նացիստները ունեին մեծ գաղափար։ Դրանից որոշեցին հրաժարվել, առաջացավ համ փիլիսոփայությունը, համ արվեստը, որը խորանում է արդեն մարդու մեջ այդ մեծ գաղափարներից հեռու մնալու համար, որ էլ տենց վատ բաներ չպատահեն։ Հիմա նրանք, ովքեր իրանց հիմա համարում են պոստմոդեռնիստ, իրանք այդ ամեն ինչը հասկանում են, իրանք հիմա ինչին են այդ պատասխանը տալիս։ Հիմա տենց բաներ, հա, հիմա էլ կան պատերազմներ, բայց այդ կարգի իրադարձություններ չկան, որոնք պահանջեն այսպես պատասխան։ Իսկ դասականը միշտ էլ եղել է։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ տարբեր արվեստի ճյուղերում, չգիտեմ, երաժշտություն, քանդակագործություն, գեղանկարչություն, ծանոթներ ունեմ, որոնք ոնց որ անցել են այդ փուլերը։ Օրինակ երաժշտության վրա բերենք օրինակը, կոմպոզիտոր ծանոթներիցս, որ խորացել են տարբեր իր ճյուղերի մեջ, այսինքն հեռացել են դասականից, դասական հարմոնիայից, պոլիֆոնիայից, ինչ որ ատոնալ, ալեատորիկա, դոդեկաֆոնիա բան, արդեն ինչ-որ աղմուկի հետ են աշխատում բանման, բայց վերջում այդ շրջանի նորից վերադարձել են դասական երաժշտություն, դասական հարմոնիա, պոլիֆոնիա։ Բացել են ինչ-որ, չգիտեմ, Բախի լավ տեմպերատուրած կլավերը սկսել են իրենց ոնց որ թերապիան, որ հետ գան բուժվեն։ Ես չեմ ասում, որ բոլորը պետքա պարտադիր դասական անեն ու կամ վերադառնան դասականին, բայց ֆալշը մնում է ֆալշ։ Ու եթե երաժշտության մեջ մենք դա միանգամից ենք լսում,
նկարչության մեջ մի քիչ ավելի դժվար է բացատրել, որ սա ֆալշ է, շատ պարզ ֆալշ է։ Ես վերջերս մի ցուցահանդես էի մտել, չեմ ասի որտեղ։ 3 հատ նկար էին կախված։ Ես մտածեցի, որ նույն հեղինակն է, չէ։ Տարբեր մարդիկ էին, բայց նույն անիմաստ բանն էին արել։ Տխուր է դա իրականում շատ։ Չգիտեմ, այս ամեն դեպքում ձեր նկարները նայելուց հասկացա, որ չեք ողվում ֆիգուրատիվ արվեստից, բայց ինչ որ բնական պահանջ չի առաջանում, որ ոնց որ այդ այսքան ասելիք այնքան շատ է դառնում, որ այդ առարկաները, մարդիկ, իրականությունը էլ չեն հերիքում, էլի ինչ որ ուրիշ, չէ՞։ Չէ։ Չգիտեմ ոնց բացատրել այն ինչ պետք չի բացատրել։ Նայել պետք է ավելի ուշադիր նայեմ, չգիտեմ։ Բայց ունեք այդպիսի գործեր։ Ոչ ֆիգուրատիվ։ Չէ։ Ինչի համար։ Եթե ես շատ լավ գիտեմ նկարել։ Ինչի համար ես դրանից հրաժարվեմ։ Հենց այդ է։ Ովքեր անում են աբստրակցիա ու իրարից չեն տարբերվում։ Իրանք նկարել չգիտեն, դրա համար էլ աբստրակցիա են անում։ Իսկ երբ իրանք նկարել գիտեն, դա երևում է։ Անգամ եթե աբստրակցիա անեն, բայց դա լինում է 1000-ից 1, միլիոնից 1։ Դի բանի օրինակն է շատ, տենց ակնառու, օրինակ Պիկասոյի այդ ակադեմիական շրջանը, որ նայում ես, գժվելու բաները, դասական շրջանը, հետո ինչ ուզել արել է։ Հա։ Մեր անատոմիայի կարծում եք պետք է ինչ ուզել անելու համար ինչ որ վաստակ է էլի, հա, ինչ ուզել անելը։ Անցնել այդ ամբողջ շղթան։ Հա։ Որ համոզիչ լինի արդյունքը վերջում, թե չէ։ Մեր անատոմիայի դասախոսը մեզ ասում էր Պիկասո նայեք։ Ու այդ անատոմիայի դասախոսը շատ լուրջ, շատ sense դյացկա էր։ Ինքը գզիկ մարդ չէր էլի, որ Պիկասո եմ սիրում, չէ։ Որտեւ այդտեղ շատ հստակ երևում ամեն ինչը։ Այստեղ մատենադարանում ձեր կոնկրետ աշխատանքը ինչն է, կտավներն են, թե գրքերն են, թե ամեն ինչ։ Ես ուզում եմ ամեն ինչ անեմ։ Կտավներ եմ անում։ Հիմա սպասում եմ ցուցահանդեսը վերջանա ու 3 հատ կտավ կգան իմ մոտ, գրքեր եմ անում։ Մի հատ արաբական ծերագիր եմ հիմա անում ու լուսանկարների վերականգնման տենց դասեր ենք մենք ունեցել, Ֆրանսիայից եկել են մասնագետներ, մեզ խորացրել են այդ թեմայի մեջ, շատ հետաքրքիր էր ու Մատենադարանի լուսանկարչական արխիվը շատ մեծ է, շատ հետաքրքիր է, Էջմիածնից է այդ հավաքածուն եկել ու շատ կան նկարներ, երբ ցեղասպանությունից հետո մարդիկ հասել էին Էջմիածին ու իրանց տենց պատկերել էին լուսանկարիչները, որպես փաստաթղթեր այդ լուսանկարները շատ մեծ գին ունեն։ Իսկ ոնց արդեն 2 տարի աշխատում եք, ձեզ գնալով ավելի պատասխանատու գործեր են վստահում, թե հենց սկզբից ինչ որ լուրջ աշխատանքներ էին, ինչ որ նշանակություն ունեցող արժեքավոր արտեֆակտներ էին տալիս, ոնց էր։ Սկզբից առաջի 2 ամիսը չէ, տենց կասեի սովետական գրքեր էին, ես գրքերի հետ չէի աշխատել միջև այդ։ Իմ փորձը արվեստի գործերի հետ է տարբեր։ Դե վարժվեցի, կազմի գաղափար չունեի ոնց է արվում ու հետո արդեն հնատիպ գրքեր սկսվեցին, հետո մի քիչ հետո այդ Վենետիկի կտավներ, հետո էլի 2 կտավ, տենց, հա, ամեն մեկը աճում է։ Գնալով ավելի պատասխանատու գործեր են ձեզ վստահում։ Հա, բոլորս էլ տենց ենք։ Իսկ ռեստավրատորները առհասարակ պահանջված են հիմա աշխարհում։ Մի կողմից հա, որովհետև միշտ էլ կա մեզ համար գործ։ Մյուս կողմից, ինչքանով ես հասկանում եմ, ամբողջ աշխարհում թանգարաններում աշխատավարձը այդքան էլ համապատասխան չի կյանքի պահանջներին։ Ոչ միայն ստեղա, ոչ միայն սովետական նախկին, հա, Եվրոպայում էլ է տենց։ Ու
դա իմ համար անհասկանալի է, որովհետև թանգարանները բերում են տուրիստները զարգացնում են էկոնոմիկան, իսկ մենք այդ գործը անում ենք ու չենք բավարարված ինձ զգուշ կասեմ։ Հետաքրքիր է։ Իսկ բացի Հայաստանից ինչ որտեղ էլի դիմել եք կամ ունեք աչքի տակ աշխատելու ինչ որ, չգիտեմ, Իտալիայի որևիցե թանգարանում կամ Ֆրանսիայի առաջավոր Դե թանգարանում։ ասենք Իտալիայում չի կարելի աշխատել նրանց, ովքեր Իտալիայում չեն սովորել։ Իրենք վստահում են մենակ իրանց բարձրակարգ ռեստավրատորների դպրոցին։ Դե երևի բարձրակարգա, չգիտեմ։ Իսկ սովորել այդ դպրոցում դժվար է, փորձել եք։ Չէ, դե ես չի ուզել հենց սովորել, երևի վճարովի են տենց բաներ, երևի իտալերենը պետք իմանալ, չգիտեմ։ Այն թեմաները, ինչ դուք նկարում եք, չգիտեմ, քրիստոնեական, պատմամշակութային, հիմնականում պատվերներ լինում են, էլի, ու հիմնական պատվիրողը եկեղեցին է եղել է նմանատիպ առաջարկներ։ Սևանավանքը պատվիրել է 2 սրբապատկեր, որոնք 3 եկան հաստատեցին, այդ գործը վերջացավ, շատ ուրախ եմ։ Մի 2 շաբաթից երևի արդեն այնտեղ կլինի։ Ինչա պատկերված նկարում։ Մեկի վրա Սուրբ Սահակ ու Սուրբ Մեսրոպ Մաշտոց, մյուսի վրա Ներսես Շնորհալի Գրիգոր Նարեկացի, տենց 2 են։ Մեծ 2 մետրանոց։ Իսկ մեր առաքելական եկեղեցում գեղանկարները եկեղեցու ինչ որ կանոնի են ենթարկվում, ունեն ինչ որ չափորոշիչներ, օրինակ ոնց որ ուղղափառում, ասենք, իկոնաները։ Դե իկոնաներ մենք չունենք, որովհետև մեր կլիման ու հողը թույլ չի տալիս որտեղ ծառեր աճեն, ծառերից սարքեն տախտակի վրա նկարեն իկոնա։ Դրա համար մեր մոտ այնց չի զարգացել։ Մենք ունենք մանրանկարչություն, բայց մագաղաթի կտորը դու չես կարող եկեղեցում կախես։ Ու ունենք խաչքարներ, որտեղ քարերը բավարար են այդտեղ։ Իկոնաները ինձ չի թվում, որ անհրաժեշտ են մեր եկեղեցիների մեջ։ Ոնց որ այն դիզայնը, որը զարգացավ տարիների ընթացքում, բավարար է։ Գրությունները պատերի վրա, խաչքարները, փուճուրիկ խաչերը, իմ համար դա հերիք է։ Բայց շատ հաճախ եկեղեցի մտնելով ես տեսնում եմ իկոնաները, որոնք կախված են ու իրանք ոչ արևելյան իկոնայի կանոններով են բյուզանդական, ռուսականը բյուզանդականն է վերցրել։ Ոչ եվրոպական, այն որ շատ ռեալիզմ է։ Ու вообще վատ են կատարած, ճիշտն ասած։ Բացի Սուրենյանցի Աստվածամայրը, որը ոնց էր այդ եկեղեցին կոչվում, որը Կինո Մոսկվայի կողքն է։ Սուրբանն է։ Չէ։ Կինո Մոսկվայի։ Չէ, Կինո Ռոսիա։ Գրիգոր Լուսավորիչ։ Հա, այդտեղ Սուրենյանցն է, ոնց որ թե բնօրինակը չի, բայց ինքն է։ Ու Էջմիածնում Խանջանի Աստվածամայրը։ Ու տենց մի 2 հատ էլ կան, ոնց որ թե Հենրիխ Մամյանինը, էլի ինչ որ Խանջանինը, բայց դրանցից բացի ու ես միշտ մտածում եի, դե եթե անում ենք, եթե որոշել ենք, որ միջնադարյան կանոններից մենք մի քիչ շեղվում ենք, դե ուրեմն լավ թող պետք է լինի, չէ՞։ Ու այդ օր եկավ, երբ ես ստացա պատվերը։ Ու շատ աշխատեցի, որ լավ ստացվի։ Դասական տենց ավելի եվրոպական ձևով արեցի, որովհետև սկզբից մտածում էի մանրանկարի վրա հենվեմ, բայց պատահական չի, որ ինքը այս sense չափսի է։ Պատահական չի, եթե դա ձգել 2 մետրի, դա արդեն իմաստը դրա կորում է։ Հենց որ արեցի, ուղղակի եթե կտավա, եթե յուղաներ կա, եթե տենց մեծ է, ուրեմն անեմ այն ոճի նման, որը այդ նյութերով էր այդ չափսերի մեջ հրանում եվրոպական ոճը։ Հետաքրքիր, այսինքն ձեզ նկատեցին ամեն դեպքում։
Հա իսկ մշտական ցուցադրություն երևի հիմա միայն թվային, հա, թվային տիրույթումով, այսինքն որտեղ կարան ձեր նկարները տեսնեն մարդիկ։ Թվային ձևով կամ եթե շատ են ուզում, կարան արվեստանոց կան հյուր։ Հա, ես տեսա նաև որ Instagram-ում այդ ռիլերն են, նույնիսկ ընթացքն եք ցույց տալի աշխատանքի։ Այսինքն էլի հասկանում եք, որ պետքա դուք գնաք դեպի մասաներ, ձեր մասին պատմեք, ձեր աշխատանքը ներկայացնեք, որտեղ այս ժամանակներում միայն արվեստանոցում նկարես ու սպասես, ոչ մի բանի չես երևի հասնի։ Ու շատ ափսոս որ տենց է, ես մանկությունից տանել չեմ կարա նկարվել, բայց հիմա արդեն բավարար չի, ուղղակի քո գործդ լուսանկարես, գցես Instagram, երբ ես սկսում էի, տենց էր, հերիք էր։ Հիմա արդեն պետք է ինչ-որ մեյմունություններ անել, ինչ-որ բարել կողքը, քսվել, մսվել, սիրուն, բայց դա իմաստնագիտությունը չի։ Ես ունեմ 2 հատ բավարարը։ Այդ մարքեթինգը, մոդելինգը իմ հետ կապ չունի, բայց ճար չկա, պետք է անել։ Իսկ կրթական մասով առնչվել եք Հայաստանում, ինչպես են դասավանդում, ինչ մեթոդաբանությամբ, ձեր, չգիտեմ, Պետերբուրգյան փորձը, միգուցե ինչ որ փոխանակեք։ Ես չեմ ուզում դասավանդեմ։ Ես ընտրել եմ վերականգնումը նաև նրա համար, որ աշխատեմ առարկաների հետ, ոչ թե մարդկանց հետ։ Չգիտեմ, ինձ թվում ամբողջ համակարգն է պետք փոխել, որովհետև եթե այս կարգի է հասել, Խանջանը ստեղ է սովորել։ Խանջանը չի գնացել ոչ միտեղ։ Կար չէ, ինչ որ մակարդակ, կային ինչ որ օրենքներ, հիմա ուր է այդ ամեն ինչը։ Տխուր է, բայց դե չեմ ուզում վատ բաներ ասեմ, մարդիկ երևի սիրով իրանց գործ անում են։ Վերականգնող եւ նկարիչ այդ թվում է թե տենց տարբերվող բաները, որովհետեւ այնտեղ դու լրիվ ազատ ես, որպես ստեղծագործող, այստեղ պետքա շատ զգուշ ինչ որ գիտական աշխատանք է, էլի, ոլորտները ոնց են բալանսավորում էլի ձեզ մոտ։ Խանգարում են իրար։ Քոլեջում, երբ մենք սովորում ենք վերականգնում, դե միջև այդ բոլորս ինչ որ նկարչական դպրոցներ էին գնացել, տենց բոլորս նկարիչներ էինք, ու մեզ մի անգամից ասեցին, որ դուք ձեր, եթե դուք ստեղծագործական ինչ որ բան ունեք, դուք դա մի կողմ եք դնում ու տենց բանը չի լինելու։ Թանգարանում, ասենք, կա իերարխիա, որտեղ բաժնի, ասենք, պետը ասում է ուրիշներին ինչ անեն, կամ քո ղեկավարը քեզ ասելու է դու ինչ անես, դու քեզանից ոչ մի բան իրավունք չունես։ Ստեղծագործականությունը չի խրախուսվում։ Հա, հենց տենց։ Կան կանոններ, դրանցից դուրս չի կարելի։ Okay, խնդիր չկա։ Շատ իմ համար դա հարազատ բան էր։ Հետո ես ընդունվում եմ ակադեմիա, ու այդտեղ կա այդ ստեղծագործական դասը, կոմպոզիցիան, որտեղ պետքա շաբաթը մի անգամ 20-30 էսքիզ բերես։ Ես ոնց կարամ այդքան բան անեմ։ Մեզ սովորացրել են քո ամեն շարժումը վերջինն է։ Ուղղելու հնարավորություն դու չես ունենալու, նորից անելու հնարավորություն չես ունենալու։ Դենց որ մի անգամ անում ես ու վերջ։ Ու կոմպոզիցիաների համար ես գլխիս մեջ ամեն ինչը անում էի, որ ֆիզիկապես անելուց էլ ուղղելու բան չլինի։ Արել եմ էսքիզը, բերել եմ, ասում են խիա այդքան քիչ։ Դե գլխիս մեջ է մնացած, հիմա ես ինչի համար անեմ էլի, եթե արդեն արել եմ, եթե էսա լինելու։ Հետո տանջում էին տենց մի քանի ամիս, տանջում էին, արա, անում էի, ճզմում էի միջիցս ինչ որ բաներ, որոնք ուղղակի տարբերվում էին այն առաջին տարբերակից։ Վերջին առաջինն էին ընտրում, ասում են դե մեծ կտավը սկսի։ Ամեն անգամ տենց էր։ Իսկ նորից վերադառնալով այդ սկզբի հարցերին, ամեն դեպքում օրվա որ մասն է դեզ ավելի դուր գալի, մինչև 4-ը, երբ որ վերադառնում վերականգնում եք, թե 4-ից հետո երբ ազատ ստեղծագործում եք։ Դե երբ մաթեմատիկանում եմ, մտածում եմ, թե հեսա գնալու եմ արվեստանոց ինչ անեմ։
Արվեստանոցում մտածում եմ վաղը մատենում ինչ եմ անելու։ Այդտեղ սպառում եք բալանսը։ Հա։ Իրանք են ինձ պահում։ Ձգում են։ Շատ լավ։ Ձեր գործերին հաջողություն։ Շատ մերսի զրույցի համար։ Ձեզ էլ մերսի։